Եթե ես լինեի Նանե Գլորիկը, ես կգլորվեի շոկոլադի գործարան ու մեկ է ծառերի վրա։ Ինչ կանեիր ծառերի վրա։ Ես շատ եմ սիրում գիլասներ, ուզում եմ անդադ քաղեմ ուտեմ։ Եթե ես լինեի Հովհաննես Գլորիկը, կգլորվեի պաղպաղակի գործարան։ Ինչ կանեիր այնտեղ։ Պաղպաղակներ կտեի։ Բայց չես վախենում, որ կհիվանդանաս։ Եթե ես լինեի Ալեքս Գլորիկը, կգլորվեր բոլոր երկիրները բացի Թուրքիայից ու Ադրբեջանից։ Իսկ ամենաշատը որ երկրում կուզեիր մնայիր։ Դուբայում։ Ինչ էիր անելու այնտեղ։ Ուր կգլորվեիր Դուբայում։ Ծովի մեջ։ Եթե ես լինեի Նիկա Գլորիկը, կգլորվեի շոկոլադի գործարան, լիքը շոկոլադի ու բոլոր ծառերի վրա լիքը մրգեր կուտեի։ Դու մրգեր շատ ես սիրում։ Այո։ Ինչու։ Ամուխտուրը տունը դա եմ ուտում։ Որովհետև վիտամիններ շատ կան։ Ապրես։ Եթե ես լինեի Արեգ Գլորիկը, ես կգլորվեի անենց բաներ, երկիրներ, որտեղ չարեր կան ու ես թուրերս կվերցնեմ, բոլորին կսպանեմ։ Որպեսզի ամենտեղ բարին միայն լինի։ Այո։ Եթե ես լինեի Ալեքս Գլորիկը, կմատմեի հեռուստացույցներ, կգործեմ կգիտեի, կգլորվեի ձմերուկի գործարան։ Իսկ ինչ կանեիր ձմերուկի գործարանը։ Ձմերուկի Բայց այդպիսի գործարան կա։ Որտեղ։ Որտեղ է ձմերուկի գործարանը։ Չգիտես, որ իմանաս տեղը մեզ կասես։ Եթե ես Աշոտ Գլորիկը լինեի, ես կգնամ ծառերի վրա, կթռնեմ շենքերի վրա։ Եթե ես Անդրեյ Գլորիկ լինեի, ես ֆերմերի վրա ես լինեի Դավիթ Գլորիկը, կգլորվեի խանութ, որ այնտեղ մենակ քաղցր կոնֆետներ։ Կոնֆետ շատ ես սիրում։ Իսկ մեզ համար կբերես կոնֆետ։ Որ ես լինեի Արեգ Գլորիկը, կգնայի Չինաստան ու Չինաստանի խաղալիքներում կխաղայի։ Եթե ես լինեի Նորայ Գլորիկը, ես կգնայի խանութ, իմ համար մոտո կավնեի։ Ես որ լինեի Արսեն Գլորիկը, կգնայի խանութ, ընդեղ խաղալիքներ կտեսնեի ու կխաղայի։ Տանը խաղալիքներ չունես, Արսեն։ Բայց խանութի խաղալիքներով ես ուզում խաղաս։ Դրանք հին են։ Քո տան խաղալիքներն են հին։ Եթե ես լինեի Մարկ Գլորիկը, կգլորվեի Սևանալից ու ընդելիքը կգլողանայի։ Շոկ է դրա համար։ Հա։